Եվ քանի որ Թրամփի նատալ կարտը արդեն վերցանել էի, դե Պուտինը ինչով ապակաս Թրամփից մի բան էլ ավել է, իդեպ ասեմ, որ աշխարհում ես բոլոր ղեկավարներից ամենաշատը Վլադիմիր Պուտինն եմ սիրում, որ ինքը իր երկրի համար, ինքը միակ ղեկավարն է, որ ուրիշ ոչ մի ազգ ինքը չի ընդունում ու չի հասկանում, ինքը մենակ հասկանում է իր ազգը, Ռուսաստան ու վերջ, ռուսամետ, ռուս իր ազգի ցենքով ինքը ոչ մի ժողովուրդ այսպես կոպիտ ասած պրիզնատ չի գալի, դե հələ գնա Պուտինից իր ժողովրդի հողոզի, տես կարաս ուզես, եւ իզուր չի, որ ամբողջ աշխարհը սկսած Հայաստանից դուրս հայկել Ռուսաստանի դեմ, լինելով այսպես գերպետություն, մի քանի մանկլավիկ պետություններ, այսպես դեմները խաղիկներ են տալիս, բայց ոչինչ, ամեն դեպքում եկեք վերցանենք Վլադիմիր Պուտինի նատալ կարտը, ուրեմն ես փորձել եմ արևմտյան աստղագուշակության համաձայն այս վերցանեմ, հետո կասեմ, ուրեմն նա ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 7-ին, այս մարդը կշռք համաստեղության տակ ծնված անձնավորություն է, 7-ը հաղթանակի թիվը, ինքը պարտվել չի սիրում, եւ այն էլ ծնվել է 09:30, որտեղ է ծնվել Լենինգրադում, ինչի համար եմ ես այսպես ասում, եթե մենք չունեինք, ընդունենք Նիկոլ Փաշինյան, Վարդան Ղուկասյան, Հայկ Մարության, Սամվել Կարապետյան, իրենց ծնված ժամերը մենք չունենք, այստեղ մենք շփոթվելու, այսպես սխալվելու ոչ մի պատճառ չունենք, թե այնտեղ մենք ժամը չունենք, կարա ինչ-որ բան մեր աչքից վրիպի, այստեղ չկա նման բան, մենք ունենք իր ամբողջ նատալ կարտը եւ այսպես կարող ենք ասել առաջ, ուրեմն նայեք, ինչա դուրս գալի, արևը կշռքում, լուսինը երկվորյակներում, ասցենդենտը կարիճում, տեսեք ինչ խոր մարդ է այս մարդը, այս համադրությունը ցույց է տալիս արտաքուստ հավասարակշռված, բայց ներքուստ խիստ հաշվարկող, գաղտնապահ եւ իշխանության ձգտող անհատականություն, առանցքային մոլորակային դիրքերը մեծ եռյակ, արևը կշռքում 12-րդ տուն, պարգևում է դիվանագիտական հմտություններ, սակայն 12-րդ տան դիրքը մատնանշում է գաղտնի գործունեություն, կուլիսային խաղեր եւ հետախուզական ԿԳԲ հակումներ, լուսինը երկվորյակներում ցույց է տալիս սառը վերլուծական, զգացմունքների զուրկ եւ տեղեկատվությունները որպես զենք օգտագործող միտք, ասցենդենտը կարիճում, ձևավորում է նրա հանրային կերպարը խորհրդավոր, վախ ներշնչող, մագնիսական եւ ճնշող, մարդը ունի նույնիսկ ռենտգենի հայացք, նույնիսկ կարող է կարդալ դիմացինի մտքերը, իշխանության եւ կարիերայի ցուցիչներ, ուրեմն Պլուտոն լուսնի նշանում, մի թևնում, այսպես է գրած, ես չեմ կարող հասկանալ, թե ինչ է նշանակում սա աստղային լեզվով, բայց սա բացարձակ իշխանության անձնական բրենդի, պետության ղեկավար դառնալու գլխավոր աստղագուշական կանխորոշումն է, Պլուտոնի եւ հարավային հանգույցի միացումը վկայում է իշխանության կարմիկ բեռի մասին, նա իրեն ընկալում է որպես պատմական առաքելություն ունեցող առաջնորդ, էս այն մարդն է, որ ծնվելուց հետո, երբ իր գիտակցականը աշխատել է, ինքը հասկացել է, որ ծնվել է մեծ, այսպես անուն, հիշողություն, գիրք, ճանաչում թողելու համար, ուրեմն բարդ կոնֆլիկտային ասպեկտները, արևի միացումը Սատուրնին եւ Նեպտունին ստեղծում են կոշտություն, էմպաթիայի կարեկցանքի բացակայություն, այստեղ կա կասկածամտություն, սեփական պատրանքների նկատմամբ կուրորեն հավատ, ուրեմն Ուրանի քառակուսին, արևին
Մատնանշում է անկանխատեսելիություն, կտրուկ որոշումներ, հանկարծակի մարտավարական փոփոխություններ։ Հիմա եթե մենք նայում ենք ուրեմն Վլադիմիր Պուտինի նատալ կարտը վեդայական զյոտիշ վերլուծությամբ, որը օգտագործում է ուրեմն սիդերիկ աստղային կենդանակերպը, ինչպես նաև նրա կյանքի ներկայիս մոլորակային տրանզիտների ազդեցությունը։ Ուրեմն վեդայական աստղագուշակության մեջ զյոտիշ համակարգում այլ հաշվարկների պատճառով մոլորակների դիրքը շեղվում է մոտավորապես 24 աստիճանով դեպի հետ արևմտյանի համեմատ։ Ուրեմն այստեղ ասցենդենտը գալիս է դեպի կշեռք, ի տարբերություն արևմտյան կարիճի։ Այստեղ նա ծնվել է կշեռքի համաստեղության տակ, ինչը նրան դարձնում է մեծ ռազմավար, ով կարողանում է երկար ժամանակ թաքցնել իրական մտադրությունները դաշնակցային հարաբերությունների քողի տակ։ Արևը կույսում 12-րդ տուն գաղտնիքների, մեկուսացման, կուլիսային գործերի տունն է։ Կույսի ազդեցություն տալիս է մոլուցքային ուշադրություն մանրուքների նկատմամբ և տեղեկատվության խիստ վերահսկողություն։ Ես այս մյուսին շատ ավելի եմ հակված։ Լուսինը մեշայում խոյ, նրա ներքին էմոցիոնալ աշխարհը ղեկավարում է Մարսի կողմից, սա հուշում է ներքին ագրեսիայի, մրցակցության, զիջումների չգնալու և միշտ առաջինը լինելու բուռն ցանկությունը։ Մոլորակային տրանզիտները և ներկա շրջանը 2026 թվականի աստղագուշակական ընթացիկ պատկերը ցույց է տալիս, որ նա գտնվում է կյանքի ամենաճգնաժամային տրանսֆորմացիոն փուլերում։ Շատ դժվար է իր համար։ Սատուրնի տրանզիտը ձկների նշանով 2025-ից արդեն 2026 թվականը քայլում է նրա նատալ կարտի թույլ կետերով արևմտյան համակարգով, սա 6-րդ տնով, ինչը նշանակում է բացահայտ դիմադրություն թշնամիների կողմից, առողջական խնդիրների սրացում և ծանր աշխատանքային բեռ։ Պլուտոնի մուտքը ջրհոսում, այս տրանզիտը այսպես քառակուսի ասպեկտ է ստեղծում ու այն էլ լարված ասցենդենտի հետ, սա խորհրդանշում է իշխանության պահպանման համար կատաղի պայքար, համակարգի փոփոխություններ և անձնական տրանսֆորմացիա։ Ուրեմն Սատուրնը ստորև ուրեմն ներկայացնեմ, որ Պուտինի նատալ քարտի առողջական ցուցիչները բավականին այսպես բարդ են, եթե համեմատում ենք համատեղելիությունը Ռուսաստանի Դաշնության քարտեզի հետ, առողջության կյանքի ուրեմն տևողության ցուցիչները այսպես են 6-րդ և 8-րդ տների ակտիվություն արևմտյան համակարգում, սա նրա քարտում առողջությունն է, որը մատնանշում է քրոնիկ հիվանդություններ, և 8-րդ տունը ճգնաժամեր և տրանսֆորմացիա ունեն խիստ ընդգծված մոլորակային ազդեցություն։ Տեսեք այստեղ ինչ է նշանակում, այս տրանսֆորմացիան շատ դժվար է, որ գիտեք հիվանդ մարդու մոտ ոնց այլում են, որ այրահեղ ծանր վիճակ է լինում ու մեկ էլ հանկարծ ինքը հրաշքով փրկվում է կամ չգիտեմ, այդ արդեն չեմ խորացել։ Եկեք նայենք 2025-2026 թվականի ճգնաժամային տրանզիտները, Սատուրնի և Ուրանի ներկայիս լարված դիրքերը, նա նատալ Լուսինը և Մարսի նկատմամբ վկայում է նյարդային համակարգի գերբեռնվածություն, սիրտ-անոթային ռիսկերի և էներգետիկ անկման մասին։ Ուրեմն Պուտինի և Ռուսաստանի Դաշնության Սինաստրյան, Ռուսաստանի Դաշնություն նորագույն քարտը, ուրեմն իր եղել է 12/06/1990 թվական և համադրությունը ցույց է տալի խորը կարմիկ կապ, այսինքն այս մարդը իր Ռուսաստանի քարտեզի հետ արդեն ունի իր կարմիկ կապը։ Պլուտոնի համընկնումը, Պլուտոնի նատալ իշխանության, տրանսֆորմացիայի գտնվում է Ռուսաստանի քարտի կարևորագույն կետերից մեկում, սա նշանակում է, որ նրա անձնական ճակատագիրը
տասնամյակներ շարունակ ամբողջությամբ կապված են եղել պետական համակարգի վերափոխման հետ։ Սատուրնի ազդեցությունը պետության վրա, նրա Սատուրնը սահմանափակող և կայունացնող ազդեցություն է թողնում Ռուսաստանի քարտի վրա։ Սա բացատրում է պետական կոշտ վերահսկողությունը, կենտրոնացված իշխանությունը և ինստիտուտների սառեցումը։ Ուրեմն Նեպտունի համադրումը ստեղծում է ուժեղ գաղափարական պատրանքներ կամ մեսիական ընկալում, որտեղ առաջնորդն իրեն տեսնում է որպես պետության փրկիչ։ Այսպես, ուրեմն 2026 թվականի Վլադիմիր Պուտինի համար հանդիսանում է աստղագուշակության ամենաճգնաժամային և շրջադարձային տարիներից մեկը։ Նրա նատալ քարտի վրա այս տարի ազդում է մի քանի հազվագյուտ ծանր մոլորակային տրանզիտներ։ Իշխանության ճգնաժամ և ինսայդերական հարվածներ։ Սատուրնի Նեպտունի մեծ միացումը Խոյ 0 աստիճանում 2026 թվական փետրվար-ապրիլ այս հազվագյուտ երևույթը տեղի է ունենում նրա նատալ լուսնի անմիջական հարևանությամբ։ Սա խորհրդանշում է պատրանքների փլուզում, գաղտնի դավադրություն, մերձավոր շրջապատի կողմից կառավարման հսկողության կորուստ։ Եթե նկատեցինք, բառացիորեն բացատրեմ, որ որոշ պետություններ այսպես իրան մենակ թողեցին։ Դրանցից մեկն էլ այս պահին մենք ենք, որ ինչևից է։ Պլուտոնի քառակուսին ասցենդենտին, ուրեմն իշխանությունը պահելու համար կատաղի վերջին ճիգերով պայքարն է։ Սա ուժային կառույցների ներսում լուրջ տրանսֆորմացիաների կամ պառակտումների տարի է։ Հնարավոր է այսպես ներսից փլուզումներ գնա։ Ինչ վերաբերվում է իր առողջական վիճակին, մենք նայում ենք, հա մարդը այսպես առողջ տեսք ունի, բայց այստեղ կա կտրուկ վատթարացում։ 6-րդ տան ակտիվությունը հիվանդությունների տունն է։ Տրանզիտային Սատուրնը մտնում է նրա քարտի առողջական ամենաթույլ գոտին։ Քանի որ նշեցինք, որ նաև ունի քրոնիկ հիվանդություններ, ես պետք է նաև ասեմ, որ ունի թաքնված հիվանդություններ, որոնք դժվար է բացահայտել կամ դեռ հետազոտության, այսպես ասեմ, կարիք ունի։ Կենսական էներգիայի անկում, աստղագուշակությունը ցույց է տալիս քրոնիկ հիվանդությունների կտրուկ սրացում, ֆիզիկական հյուծվածություն և բժշկական գաղտնի միջամտությունների անհրաժեշտություն, ինչը նրան կպահի ժամանակավորապես ակտիվ քաղաքականությունից հեռու և մեկուսացման մեջ։ Եթե մենք նայենք ռազմավարական և աշխարհաքաղաքական ձախողումներ, ապա Ուրանի քառակուսին բերում է հանկարծակի, անկանխատեսելի և անվերահսկելի իրադարձություններ։ Նրա նախկին կառուցված ռազմավարական ծրագրերը կամ ռազմավարական հաշվարկները 2026 թվականին բախվում են անսպասելի արտաքին պատնեշների և կարող են այլևս իրականություն չդառնալ։ Միջազգային մեկուսացման խորացում, դաշնակիցների կողմից թիկունքից հարված ստանալու կամ գաղտնի պայմանավորվածություններ զոհ դառնալու բարձր հավանականությամբ։ Ուրեմն տարվա գլխավոր ամիսները փետրվար-մարտն էին, որտեղ կարող է լիներ գաղտնի դավադրություն, ներիշխանական կոնֆլիկտների և առողջական առաջին լուրջ ճգնաժամերը, որը ինքը արդեն ապրել է։ 2026 թվական սեպտեմբեր-հոկտեմբեր նրա ծննդյան շրջանն է և Սոլյարի արևային վերադարձի խիստ բացական դիրքը, ինչը կարող է նշանավորել նրա քաղաքական ազդեցության պաշտոնական կամ փաստային անկման սկիզբը։ Էս էլ Վլադիմիր Պուտինի նատալ կարտը այս տարի իր համար շատ դժվար է լինելու, բայց ես նաև ուզում եմ Զելենսկուն նատալ կարտը կնայեմ ու կհամեմատեմ երկու ղեկավարների նատալ կարտերը իրար հետ զուգահեռներ կանցկացնեմ և Ռուսաստան, Ուկրաինա։ Գուցե նատալ կարտերը նայելուց մեր համար նաև պարզ դառնա, թե այնտեղի պատերազմը կամ իրավիճակը երբ կկայունանա, պատերազմը երբ կավարտվի։ Այդպես միասին կստուգենք, իսկ դուք հետևեք իմ էջին, այստեղ շատ հետաքրքիր է։